Ողջույն։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում մի սարք է, որը երևի թե բոլորիս խոհանոցում կա՝ միկրոալիքային վառարանը։ Հա, շատ սովորական սարք է դարձել։ Ճիշտ է, բայց երբևէ մտածել եք, թե ինչպես է այն այդքան արագ տաքացնում ձեր ուտելիքը։ Կամ ինչու են անընդհատ ասում զգուշ մետաղ մի դրեք մեջը։ Այո, մենք մի քիչ փորփրել ենք, նյութեր ենք նայել, որոնք բացատրում են ամեն ինչ։ Պատահական հայտնագործումից մինչև աշխատանքի սկզբունքները ու նաև տարածված առասպելները։ Դե ինչ, եկեք սկսենք։ Եկեք միասին բացահայտենք այս կարծես թե պարզ տեխնոլոգիայի հետաքրքիր մանրամասները։ Իսկապես, պատմությունը բավականին հետաքրքիր է ստացվել։ Ամեն ինչ սկսվեց 1945-ին։ Մի ամերիկացի ինժեներ կար, Պերսի Սպենսեր անունով։ Ահա, լսել եմ։ Նա աշխատում էր Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռադարային տեխնոլոգիաների վրա։ Ու մի օր պատահաբար նկատեց մի բան։ Ինչ։ Դե կաննած է եղել մի սարքի մագնետրոնի մոտ, որը շատ հզոր միկրոալիքներ էր արձակում ռադարի համար, ու հանկարծ զգացել է, որ գրպանի շոկոլադե բատոնչիկը հալվել է։ Չեք ասի։ Այսինքն հալված կոնֆետի պատճառով մենք հիմա միկրոալիքային ունենք։ Հենց այդպես, պատահականություն։ Զարմանալի է։ Սպենսերն էլ երևի հետաքրքրասեր մարդ է եղել, չի անտեսել։ Սկսել է փորձարկումներ անել։ Այո։ Նյութերում նշվում էր, որ սկզբում եգիպտացորենի հատիկները փորձել։ Դրանք միանգամից պայթել դարձել են պոպկորն։ Հա, հենց այդպես։ Հետո էլ ավելի զավեշտալի, ձվով է փորձել։ Ձունել է պայթել ուղիղ թռել գործընկերոջ դեմքին։ Այդ դեպքն էլ է հայտնի։ Այսպես էլ ծնվեց գաղափարը։ Թեև առաջին մոդելները պետք է ասել հսկայական էին ու շատ թանկ։ Լավ, բայց անցնենք ամենակարևորին։ Ինչպես է այն իրականում աշխատում։ Այդ ալիքներն ինչ են անում։ Յուփում էլեկտրամագնիսական ալիքներն են, կոնկրետ միկրոալիքները։ Այդ մագնետրոն կոչվող սարքը, որ Սպենսերի կոնֆետը հալեցրեց, հենց վառարանի սիրտն է։ Հա։ Այն վերցնում է էլեկտրականությունը ու փոխակերպում է միկրոալիքների։ Այս ալիքները հատուկ հաճախականություն ունեն։ Իսկ այդ հաճախականությունը շատ լավ փոխազդում է սննդի մեջի ջրի մոլեկուլների հետ։ Այսինքն ջուրն է կարևորը։ Հենց այդպես։ Ալիքները ստիպում են ջրի մոլեկուլներին, պատկերացրեք, վայրկյանում միլիարդավոր անգամներ պտտվել, տատանվել։ Ու դա տաքացնում է։ Այո, այդ մոլեկուլների շարժումը իրար քսվելը ստեղծում է շփման ջերմություն։ Սա էլ տաքացնում է սնունդը, ընդ որում ներսից դուրս։ Հա, հասկանալի է։ Իսկ վառարանի պատերը մետաղից են, չէ՞։ Դրանք էլ երևի օգնում են։ Ճիշտ է։ Ալիքներն անդրադառնում են մետաղական պատերից ու տարբեր կողմերից թափանցում սննդի մեջ, ապահովում են ավելի հավասարաչափ տաքացում։ Հետաքրքիր է։ Ստացվում է, ոչ բոլոր մթերքները նույն ձևով կարձագանքեն։ Եթե ջուրն է կարևորը, ապա օրինակ յուղը կամ շաքարը, որոնք քիչ ջուր ունեն, ավելի դանդաղ կտաքանան։ Ճիշտ եք նկատում։ Ջուրն ամենաարդյունավետն է կլանում այս էներգիան։ Դրա համար ջրալի սնունդն ավելի արագ է տաքանում։ Իսկ օրինակ մարշմելոուն, եթե դնենք միկրոալիքայինի մեջ, այն փքում է։ Ինչու։ Դե մարշմելլոուի մեջ էլ կա որոշակի խոնավություն ջուր։ Այդ ջուրը տաքանում է, արագ գոլորշիանում, ընդհարցակվում ու ստիպում մարշմելլոուին փքվել։ Հասկացա։ Իսկ կարագի դեպքում երբեմն կարծես թե փոքր պայթյուններ են լինում։ Հա, կարող է։ Կարագի մեջ ջրի մանր քաթիլները կարող են շատ կտրուկ գոլորշիանալ, հալեցնելով կարագը արագ, երբեմն էլ բուռն կերպով։ Լավ, մի կարևոր բան էլ պարզեցինք։ Սա ֆիզիկական տաքացում է, ոչ թե քիմիական։ Շատ ճիշտ նկատառում է։ Այն չի փոխում սննդի քիմիական կառուցվածքը, ինչպես օրինակ խորովելը կամ տապակելը։ Կարե արդյոք։ Սա շատ տարածված մտավախություն է, հասկանում եմ։ Բայց ֆիզիկայում ճառագայթում տերմինը դե պարզապես նշանակում է էներգիայի տարածում։ Լույսն էլ է ճառագայթում։ Այսինքն տարբեր տեսակներ կան։ Այո։ Միկրոալիքները պատկանում են ոչ իոնացնող ճառագայթման տեսակին։ Սա նշանակում է, որ դրանք բավարար էներգիա չունեն ատոմներից էլեկտրոններ պոկելու համար։ Ի տարբերություն օրինակ ռենտգենի։ Ճիշտ այդպես։ Ռենտգենյան կամ գամմա ճառագայթումը իոնացնող են, դրանք կարող են վնասել բջիջները, միկրոալիքները ոչ։ Բացի այդ, ժամանակակից վառարանները շատ լավ պաշտպանված են։ Հա, դռնակները հատուկ ցանց ունեն։ Այո, այդ ցանցը եւ կառուցվածքը կանխում են ալիքների արտահոսքը։ Իհարկե, որպես լրացուցիչ զգուշություն, միշտ խորհուրդ է տրվում շատ մոտիկ չկանգնել աշխատող վառարանին։ Լավ, սա հանգստացնող է։ Հիմա եկեք անցնենք ամենաերևի թե դրամատիկ թեմային՝ մետաղին։ Ինչու է այն կայցեր առաջացնում։ Պատճառը մետաղների հիմնական հատկությունն է։ Դրանք հաղորդիչներ են։
Այսինքն էլեկտրոնները հեշտ են շարժվում։ Ճիշտ է։ Երբ միկրոալիքները հարվածում են մետաղին, դրանք ջրի նման չեն կլանվում։ Փոխարենը ստիպում են այդ ազատ էլեկտրոններին շարժվել ու կուտակվել մետաղի մակերեսին։ Կուտակվել։ Հա, հատկապես սուր եզրերին, անկյուններին կամ օրինակ փայլատի թեղի, ֆոլգայի ցալքերում, պատարակաղի ատամների միջև։ Այդ տեղերում էլեկտրական լարումը կարող է այնքան բարձրանալ, Որ կայծ է տալիս։ այո, որ էլեկտրոնները պոկվում են մետաղից, ցատկում օդի մոլեկուլների վրա, իոնացնում օդը ու ստեղծում պլազմա։ Այդ պլազման էլ մենք տեսնում ենք որպես վառ կայծեր։ Ահա թե ինչ։ Այսինքն վտանգը հիմնականում սուր եզրերի մեջ է։ Եթե ես օրինակ ապուրի մեջ գտալ եմ մոռացել, դա միշտ չէ որ կայծ կտա։ Ոչ միշտ, հատկապես եթե գդալը չի դիպչում վառարանի մետաղական պատերին։ Հարթ մետաղական մակերեսը, ինչպես գդալի մեծ մասը, կարող է պարզապես անդրադարձնել ալիքները։ Բայց ուտելիքը լավ չի տաքանա։ Հնարավոր է։ Մետաղը կարող է խանգարել ալիքների հավասարաչափ թափանցմանը, ստեղծելով սառը կետեր սննդի մեջ։ Հետաքրքիր է։ Ավելին ասեմ, այս սկզբունքը նույնիսկ օգտագործում են որոշ պատրաստի ուտեստների փաթեթավորման մեջ, որոնք նախատեսված են միկրոալիքայինի համար, կան մետաղի շատ բարակ շերտեր։ Իսկ դրանք չեն կայծ տալիս։ Դրանք հատուկ նյութի մեջ են, susceptors, որոնք կլանում են միկրոալիքները, շատ արագ թաքանում են ու օգնում, որ սննդի մակերեսը խրթխրթան դառնա, օրինակ պիցցայի կամ կարկանդակի դեպքում։ Այնպես որ տեսնում եք, ոչ մի մետաղ կանոնն էլ բացարձակ չէ։ Շատ հետաքրքիր մանրամասներ պարզվեցին։ Այսպիսով եկեք ամփոփենք։ Միկրոալիքային վառարանը փաստորեն ռադարային տեխնոլոգիաների պատահական արդյունք է։ Այո, պատահական հայտնագործություն։ Աշխատում է թրթրացնելով ջրի մոլեկուլները սննդի մեջ, ինչն էլ առաջացնում է ջերմություն։ Ֆիզիկական տաքացում, ոչ քիմիական։ Ճառագայթում բառից էլ պետք չէ վախենալ, քանի որ այն ոչ իոնացնող է։ Այսինքն վնասակար չէ մեր օրգանիզմի համար։ Եվ վառարանները լավ պաշտպանված են։ Իսկ մետաղի հետ կապված խնդիրը հիմնականում սուր եզրերն են, որտեղ կարող է բարձր լարում առաջանալ ու կայծեր, պլազմա ստեղծել։ Ճիշտ է, թեև հարթ մետաղը կամ հատուկ փաթեթավորումը կարող են անվտանգ լինել կամ նույնիսկ օգտակար։ Շատ լավ։ Եվ վերջում մի հարց էլ ձեզ մտածելու համար։ Եթե մենք իմացանք, որ բարակ հատուկ մշակված մետաղը կարող է օգտագործվել նույնիսկ միկրոալիքայինի փաթեթավորման մեջ, իսկ կայծերի հիմնական պատճառը սուր եզրերն են, ապա ինչպես կարող է այս իմացությունը փոխել ձեր ընկալումները առօրյայում մետաղի եւ էլեկտրամագնիսական դաշտերի այլ փոխազդեցությունների մասին։ Միգուցե ամեն ինչ մի քիչ ավելի բազմաշերտ է, քան թվում է։ Մտածելու տեղիք է տալիս ինձ, չէ՞։